Կին Գրիգորյան, ուղղակի ուզում եմ արձագանքել հետևյալ կերպ. ես մշտապես բոլոր ժամանակներում տարբերվել եմ իմ ոչ ագրեսիվ վարքագծով, մշտապես։ Դա ուղղակի կփաստեն բոլորը, ովքեր ինձ ճանաչում են։ Երկրորդը, ցանկալի չէ մեծ խոսել, նման արտահայտություններով խոսել ցանկալի չէ։ Այն դեպքում, երբ որ մշտապես, ի պատասխան, նույնիսկ տեղից վիրավորանքի, ես կոռեկտության սահմանը երբեք չեմ անցել։ Ուղղակի չուզելով անձնական այսպես ինձ պաշտպանելու բան ասել, ուզում եմ տեղեկացնել, որ իրականացում է ձեր նշած գործով դատաքննություն, եւ դատաքննության ընթացքում բնականաբար ի հայտ կգան բոլոր ձեր մտահոգությունների պատասխանները։ Եվ լավ կլինի դուք հարցում անեք դատավորին կամ եթե դռնբաց է դատական նիստեր ինչ որ ձևով ներկա գտնվեք, տեսնեք թե ում գործողության հետևանքով ինչ է տեղի ունեցել։ Իսկ Տիկին Ղազարյանի կողմից բարձրացրած հարցին ի պատասխան նշեմ, որ հանձնաժողովում եւս այդ հարցը քննարկվել է եւ հանձնաժողովում քննարկվելու ընթացքում Հայկ Սարգսյանը հանգամանալից ներկայացրել է, թե ինչու հնարավոր չէ, որովհետև խոսքը վերաբերում է այն խուսափած անձանց, ում ժամանակ Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությամբ եղել է 24 ամիս։ Դրան ավելացրած մենք ունենք անձանց մասին փոփոխություն, ովքեր կատարել են հանցագործություն։ Այսինքն քրորեն պատժելի արարք կատարած անձանց մասին է խոսքը եւ հավասարության նշան հենց հակառակ իմաստով պետք չէ դնել։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։